H4 վարժություն 1 վարժության պահանջը լրացրու աղյուսակը ինչ ունենք ուրեմն ձախ կողմում ունենք թվեր եռանիշ թիվ է առաջին թիվը աղյուսակի աջ մասում բաժանենք երկու մասի ձախը եւ աջը աջ մասը կվերցնենք այդ կարգը ամբողջությամբ որտեղ որ գրված է հարյուրյակներ, տասնյակներ, միավորներ հիմա 238 թիվը պետք է հարյուրյակը գրենք հարյուրյակի տեղը, տասնյակը տասնյակի, միավորը միավորի ինչպես տեսնում ենք այս 238-ի երկու թիվը գտնվում է հարյուրյակների կարգում, եւ երկուսը գրում ենք հարյուրյակների վանդակում։ 3-ը գտնվում է տասնյակների կարգում, 3-ը գրում ենք տասնյակների վանդակում, 8-ը միավորների կարգում գրում ենք միավորների վանդակում։ Ահա այսպես նշեմ։ Կամ էլ այսպես կանեմ, որ ավելի պարզ լինի։ Հիմա արդեն մենք պետք է լրացնենք մնացած աղյուսակը։ Հաջորդ թիվը գրված է 502։ Ձախից սկսում ենք, հարյուրյակներից, թվի ձախ կողմից, 5։ 5-ը գտնվում է, քանի որ եռանիշ թիվ է, ձախից առաջին հանդիպած թիվը 5-ն է, որը որ կգրենք 5-ը հարյուրյակների կարգում։ Հաջորդ կարգը մեր տասնյակներն է։ 0 թվանշանն է գրված տասնյակների կարգում, հետևաբար աղյուսակը լրացնելիս տասնյակների վանդակում կգրենք 0։ Հաջորդ կարգը 502 թվի միավորների կարգն է, միավորների դիրքը, տեղը, ինչպես որ հարմար է անվանենք։ Երկու թիվն է գտնվում միավորների կարգում, հետևաբար միավորներ աղյուսակի դատարկ վանդակում կգրենք 2, ինչպես որ գրել եմ ես։ Հաջորդ մեր թիվը 67-ն է։ Երկրորդ դասարանում մենք անցել ենք երկնիշ թիվ, թե որն է երկնիշ թիվ։ Երկնիշ, երկու նիշից բաղկացած թիվը կոչվում է երկունիշ։ Երկնիշ թվում մենք ունենք տասնյակներ եւ միավորներ, ինչպես տեսնում ենք տասնյակներ կարգում գտնվում է 6 թիվը, որը կգրենք տասնյակների վանդակում, իսկ 7 թիվը կգրենք միավորների ազատ վանդակում։ Ահա այսպես 7 թիվն էլ գրեցինք միավորների ազատ վանդակում։ Ահա այսպես ունենք երկնիշ թիվ 67, տասնյակների կարգում գտնվում է 6-ը, միավորների կարգում գտնվում է 7-ը։ Վարժության շարունակությունը ինչպես տեսնում ենք, հարյուրյակներ, տասնյակներ, միավորներ վանդակներում արդեն լրացված է թվերը։ Մենք պետք է համապատասխանաբար թիվը գրենք հարյուրյակների կարգում, տասնյակների կարգում եւ միավորների կարգում, որպեսզի ստանանք ճիշտ թիվը։ Հետևաբար 3-ը գրեցի հարյուրյակների կարգում, 5-ը գրեցի տասնյակների կարգում, 8-ը գրեցի միավորների կարգում։ Ստացվեց 358 եռանիշ թիվը, որը կազմված է 3 թվից, դրա համար կոչվում է եռանիշ թիվ։ Ինչպես տեսնում ենք, հաջորդն էլ էլի թվանշանները տեղադրված են համապատասխան կարգերում, հարյուրյակների թիվը իր դիրքում, տեղում, տասնավորները իրենց, միավորները իրենց։ Պետք է համապատասխանաբար թվերը գրենք իրենց կարգերում եւ ստանանք մեր եռանիշ թիվը։ 6-ը գրեցի հարյուրյակների կարգում, 0-ն տասնավորների, 7-ը միավորների։ Ահա ստացանք 607 եռանիշ թիվը։ Ահա այս օրինակում նույնպես թվերը գրված են համապատասխան աղյուսակի վանդակներում, պետք է ստանանք մեր եռանիշ թիվը։ Հարյուրավորների կարգում գրեմ 7, քանի որ գրված է 7, հարյուրյակների վանդակում աղյուսակի մեջ։ Հարյուրավորների կարգում գրեցի 7-ը, տասնավորների կարգում 6-ը, միավորների կարգում 0-ն։
Ահա եւ վերջ, ոչ մի բարդ բան չկա այս վարության մեջ, պետք է ուղղակի հստակ, անկիր եւ ֆիքսել իմանալ հարյուրավորը որն է, տասնավորը որն է, միավորը որն է, որպեսզի համապատասխանաբար գրենք ամեն մեկը իրենց կարգում։